Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Պոլիտիկայեմ կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։ Բարև ձեզ, շնորհակալ եմ Բորիս մեր հրավերը ընդունելու համար։ Առիթը այսօր հրապարակված մի տեղեկություններ մամուլը գրել էր, որ դատի է տվել վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանին, ինչի համար է դատի տվել եւ պահանջում է 2 միլիոն դրամ։ Այո։ Նախ ես միշտ ձևակերպումների մասով ուշադիր եմ, որովհետեւ տիկին կարելի է ասել մարդու, որը այդ տիկնոջ բանի մեջ է, մանյարայի մեջ է։ Վարք ու բարքը, նիստուկացը, խոսելիքը Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինն է։ Տիկինը կարծում եմ ավելի ուրիշ ձևակերպում է, սա ուղղակի։ Դատի եմ տվել իր հայտարարություններից մեկի մասով, որտեղ իմ մասին զրպարտչական հայտարարություններ արել։ Իհարկե կարող էի անտեսել, ինչպես շատերը անտեսեցին, բայց ես կարծում եմ հատկապես հիմա, երբ իրենք այսպես կեղծիքներով, մանիպուլյացիաներով լի արշավ են վարում եկեղեցու դեմ, եւ օրինակ ես չէի ուզենա, որ եկեղեցին դատի տար իրենց այդ իրենց կեղծիքների համար իրենց հետ այդ վեճի մեջ մտներ, առիթը օգտագործելով ես եմ այդ դատական վեճի մեջ մտնում իրենց դեմ եւ փորձել եմ Աննա Հակոբյանին Չինաստանից բերել դատարան։ Ասես չէ, գնալու է Չինաստան սովորելու, ինքդ ենք բերել։ Կրթության նորաձևը այդ արշավն է իրականացնում։ Այո։ Սա ինչ որ իմաստով արիտուն ծրագիր է լինելու Աննա Հակոբյանի համար։ Իսկ եթե ավելի լուրջ, ինքը պարտավոր է պատասխան տալ իր խոսքերի համար, որովհետեւ գիտեք, կարելի է իհարկե բոլորս էլ նաև լրագրողական գործունեության մեջ կարող ենք ոչ ճիշտ տեղեկություններ ստանալ ինչ-որ աղբյուրից, հրապարակել եւ այդ պարագայում էլ օրինակ եղել են իմ դեմ դատական հայցեր եւ մենք հանգիստ գնացել ենք դատարան այդ գործընթացով անցել ենք համարելով որ դա մեր լրագրողական գործունեության մի մասն է նաև հրապարակած տեղեկատվության համար պատասխանատվություն կրել բայց երբ որ ակնհայտ կեղծիք եւ ոչ միայն կեղծիք, սեռաշեղված կեղծիք է հրապարակվում մարդու համար, դա միանշանակ պիտի դատական process-ով անցնի։ Բայց դուք ինչ եք կարծում, ինչու Աննա Հակոբյանը որոշեց ձեզ թիրախավորել։ Ասեմ ինչու, որովհետեւ իրենք ինչ էին անում, իրենք ինչպիսի տակտիկա են ընտրել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ Աննա Հակոբյանը կոնկրետ հոգեվորականի անուն չէին տալիս Եվ Աննա Հակոբյանը մանկապարտության մեջ էր մեղադրում չէ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ենթադրյալ սրբազանի եւ իր քեռակնոջ ինտիմ հարաբերությունների մասին էր գրում իրենց ի պատասխան ես տվել եմ կոնկրետ անուն փաստ եմ հրապարակել իրենց ընտանիքի չափահաս անդամի եւ մանկապարտության մեջ մեղադրվողի անմիջական կապի մասին խոսքը Մարիամ Փաշինյանի եւ մանկապարտության մեջ մեղադրված դատավարություն անցած Սամսոն Թանթուշյանի մասին է ընդ որում այստեղ աբսուրդային ինչ է որ Մարիամ Փաշինյանը այդ մանկապիղծի հետ որը մանկապարտության մեջ մեղադրվող հետ որը 6 ամյա տղայի ըստ մեղադրանքի բռնաբարելու փորձեր արել իրենց Բաքվում ապրող տղայի այցելել էր մանկատուն Իսկն էլ ուրիշ մարդ չկար մանկատուն երեխաների հետ շփման տանելու պետք էր տանել մանկապարտության մեջ մեղադրվել ընդ որում երբ որ իրենք այդ հրապարակային այդ հարաբերություններ եղել են այդ Թանթուշյանի մասին բացահայտում արդեն եղել է եղած կար մամուլում 2018 թվականի մասին Այսինքն առիթը այդ լուրի հրապարակումներ որ նյարդայնացրել էր Այո որովհետև նախ իրենց այսպես օթում հնչեցվող տարածվող տեղեկություններին արձագանք եղել է կոնկրետ անուն ազգանուն լուսանկարներ, հա, տեղեկություններ։ Եվ դա իմ հրապարակած տեղեկությունը ունեցել է լայն տարածում։ Միայն իմ Facebook-յան էջում այդ գրառումը ընթերցել է 80,000 մարդ։ ԶԼՄ-ները, որոնք տարել են, այդ թիվը չեմ կարող ասել։ Այսինքն իրենք տեսան, որ այն քարոզությունը, որ իրենք, այսինքն այն դուռը, որ իրենք բացել են կեղծիքների համար, դրանից ներս իրենց տուն մտնում է իրականությունը։ Եվ իրենք ստիպված են լինելու այդ հարցերին պատասխանել։ Չպատասխանեց Աննա Հակոբյանը, գնաց կեղծիքի ճանապարհով, կարծում հանրությունը հետևություններ կանի դրանից միանշանակ։ Հաշվի առնելով թե ում հետ գործ ունես, ինչ ես կարծում արդարադատությունը ճիշտ կվարվի այս բողոքի հետ կապված հայցի հետ կապված։ Ես Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այսպես արդարադատության նկատմամբ ռոմանտիկ տրամադրություններ չունեմ, հատկապես երբ ունենք 2018-ի
փաստերը, երբ դատարաններն են շրջափակվել, երբ ԱԱԾ-պետի եւ ՀՔՑ-պետի ներգործությամբ Ռոբերտ Քոչարյանի մասով, ասենք, որոշումներ են կայացվել, չէ՞, կալանքը կտած չտաս, ռոմանտիզմ չունեմ։ Երկրորդը, ես չէ՞ որ 2018-ին այս իշխանությունը ինձ, այսինքն ես եղել եմ առաջին լրագրողը, ում ԿՊԱ-ական իշխանություն դատի է տվել։ Խոսքը Տիգրան Ավինյանի մասին է։ Եվ դատարանը կայացրել է աբսուրդային որոշում, այսինքն Տիգրան Ավինյանը պահանջել էր 2 միլիոն դրամ, չնայած Սահմանադրական դատարանի որոշում կա, որ չի կարող մարդը տուգանվել այնքան, որ իր գործունեությունը ուղղակի հնարավոր չլինի շարունակել, այսինքն ֆինանսական իր հնարավորությունները պիտի հաշվի առնեն, եւ մենք բոլոր այդ փաստերը ներկայացրել էինք դատարան, դատարանը որոշեց տուգանել 1 միլիոն դրամ, այդպիսի բան չի եղել, այսինքն միշտ այդ այն հայցով, որ իրանք դիմել են, 200,000-ից ավել տուգանք չի եղել։ Իմ պարագայում դատարանը ոչ որևէ փաստ հաշվի չառավ եւ տուգանեց 1 միլիոն դրամ։ Այսինքն ես արդարադատության մասով, այսպես ռոմանտիկ տրամադրված չեմ, բայց սա ճանապարհը, որ պետք է անցնել։ Ի վերջո պետք է հասկանալ, որ այն դատավորը, որը այդ Աննա Հակոբյանի տարածած տեքստի մասով կկայացնի որոշում, որտեղ սրբարտանք ու վիրավորանք չկա, այդ դատավորը կստանա նույն տեքստը արդեն իր անունով տարածվող համացանցում։ 2 միլիոն ես պահանջում, ինչու 2 միլիոն, ինչ ես անելու 2 միլիոնը։ Նախ ավելին կարող էի պահանջել, դուք գիտեք Ալեն Սիմոնյանի շնորհիվ կարող եմ մինչև 9 միլիոն պահանջել, 3 միլիոն մի պարագայում, 6 միլիոն մի պարագայում։ Բայց քանի որ քո կողմից պահանջվող գումարի 3%-ը դու պետք է պետ-թուրք վճարես, իսկ ես այդ հնարավորությունը չունեի, ես որոշեցի 2 միլիոն պահանջել, բայց ինչի վրա եմ ծախսելու այդ գումարը, կարծում դա ավելի կարևոր է։ Ես որոշել եմ, որ Հայաստանը պետք է ունենա անպատվության, անարժանապատվության, հայրենադավության հուշարձան։ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի տեսքով։ Մոտավոր բանկետը կա, պատկերը կա արդեն, ինչ տեսքի պիտի լինի, նրանք պիտի հայ հասարակության առաջ այդ արձանում, այդ հուշարձանում ծնկի եկած լինեն իրենց արածների համար։ Այդ գումարը կներդնեմ, իհարկե չի բավականացնի, ես նաև պատրաստ եմ դիմել մեր հայրենակիցներին, ովքեր կմիանան այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցության մասով, ես պատրաստ եմ նաև ծախսերի 10%-ը հավելյալ իմ կողմից անել, այնպես որ կարևոր նախագծի է ծառայելու։ Որտեղ է տեղադրվելու։ Գիտեք, չգիտեմ, ինչու չգիտեմ, որովհետև հիմա ընդհանրապես խնդիր կա, այսօրին ման եմ գալի, փաստորեն շատ քիչ քանդակագործներ կան, որոնք պատրաստական են նման գործ վերցնել։ Ես դեռ չեմ գտել, այո։ Ես դեռ չեմ գտել եւ նաեւ ձեր եթերը օգտագործելով դիմում եմ բոլոր քանդակագործներին, ովքեր տուֆի հետ հատկապես աշխատելու փորձառություն ունեն, կարող են դիմել, լավ, նախ եկամուտ կստանան, երկրորդը վստահ եմ իրենց անունը կմնա պատմության մեջ, ինչու, որովհետև այս մարդիկ գնացող են։ Ես հիշեցնեմ, որ աշխարհում նման բան կա, նման հուշարձան կա Չինաստանում, դավաճան ամուսինների առնչվող, որոնք դավաճանել են Չինաստանի պետությունը լինելով պետական պաշտոնյաներ, նրանք այդ նույն դիրքում են եւ չինացիները առ այսօր, գրեթե 1000 տարի է, առ այսօր անցնելուց այսպես կոշիկով խփում են այդ արձանների գլխին, նվաստացնում են նրանց եւ ես կարծում եմ մենք էլ պիտի այդ արձանը ունենանք եւ այս մարդիկ պիտի նվաստացվեն ոչ թե իրենց անձերը, այլ իրենց այդ արձանը ոչ թե Նիկոլ Փաշինյան ու Աննա Հակոբյան անձի մասին է, չէ, իրենց պատկերով է, բայց հայրենադավության մասին է։ Մարդիկ ստորացնելով այդ արձանը ստորացնում ոչ թե այս անհատներին, որոնք մահկանացու են եւ մաքրվելու են ու գնան այս աշխարհից ինչպես մենք բոլորս, այլ ստորացնելու եւ նվաստացնելու են հայրենիքի նկատմամբ նման վարքագիծը։ Եվ մենք էլ պիտի ունենք, հա տարածքը ես կարծում եմ դժվար է գտնել այս պահին, քանի դեռ սրանք իշխանության են տարածք, որտեղ քաղաքային միջավայր որտեղ կարելի է տեղադրել, այնուամենայնիվ ես կփորձեմ դիմել ընդդիմադիր համայնքապետերին, որոնք կան այսօր, որ իրենց քաղաքներում տարածք տրամադրվի, եթե չտրամադրեն դա էլ իրենց մասին գնահատական կլինի, եթե չստացվի միջև իշխանափոխությունը ես կտեղադրեմ իմ մասնավոր տարածքում, համել մեր գյուղը դրանով հայտնի կդառնա, երևի տուրիստական հոսքեր կգան, կտեղադրեմ իմ մասնավոր տարածքում, միջև իշխանությունը փոխվի եւ մենք դա կբերենք Երևան։ Ասում ես գնալու են, ինչ հույս ունես, այսինքն 26 թվականից հետո
Նիկոլ Փաշինյանի իշխանության չի լինելու։ Գիտեք, ես մարդիկ մահկանացու են, արդեն ասացի, չէ՞, գոնե մեռնելու հույսով հաստատ գնալու են, էլի, ինչ որ օր։ Սրա մասին չի իհարկե խոսքը, ես կարծում իրենք շատ ավելի շուտ են գնալու, քան կյանքից են հեռանալու, բնական ճանապարհով կյանքից հեռանալու մասին է խոսքը, ինչպես մենք բոլորս ենք հեռանալու, ես ֆիզիկական բռնությանը դեմ եմ, հատկապես իրենց պարագայում, որովհետև իրենք այս պետության դատարանի առաջ կանգնելու դեռ կարիք ունեն, ճշմարտությունը պատմելու կարիք ունեն։ Սա պարզաբանում, որ հանկարծ չասեմ բռնության կոչում, որովհետև ես իրենց մահը չեմ ցանկանում, բոլորս ենք մահանալու։ Բայց իրենք քաղաքականապես արդեն մահացել են, ասեմ իմանաք։ Նիկոլ Փաշինյանը ինչպես է արտահայտվում։ Անձնական օրինակով բերեմ, հիմա չէ, անձնական օրինակով Արմավիրի մարզը, տեսեք, Արմավիրի մարզը, հատկապես Արմավիր համայնքը միակ համայնքն եղել Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ընտրության գնացած քաղաքացիները 2021 թվականին, պատերազմից հետո 5%-ով ավելի են քվեարկել Նիկոլ Փաշինյանին, քան 18 թվականին։ Ինչ անտրամաբանական է, չէ՞։ Եվ վերջերս ընտանեկան միջոցառման էի մասնակցում, որտեղ մի քանի 100 մարդ կար Արմավիրի մարզից։ Եվ ես ես հավատացնում, այդ մարզում, որտեղ Նիկոլ Փաշինյանը 2021-ին ավելի շատ ձայն է ունեցել, քան 2018-ին, 99% ուղղակի զզված է Նիկոլ Փաշինյանից։ Բացարձակ մեծամասնությունը խոսում են Փաշինյանի մասին ամենավերջին հայհոյանքներով։ Ամենավերջին հայհոյանքներով։ Սա լավ օրից չի, որ սա արձանագրում եմ, սա խոսում եմ մեր հասարակության ռադիկալացված լինելու մասին։ Ես կարծում եմ ռադիկալացված, ծայրահեղացված հասարակությունները չեն կարող լավ բան ստեղծել, իրենք կարող են միայն քանդել։ Եվ այս իմաստով մենք պետք է նաև այս խնդիրը հնարավորինս արագ լուծենք, որպեսզի հնարավորինս արագ մեր հասարակությունը ապա ծայրահեղականացվի։ Իսկ մարդիկ դադարեն ունենալ նման ծայրահեղ մոտեցումներ։ Գիտեք, մեր մոտ նաև տեսեք, օրինակ իսլամական աշխարհում կամ շատ երկրներում, եթե կան ծայրահեղական տրամադրություններ, մարդիկ հագնում են, ասենք, այդ շահիդի բաճկոնը, հա, գնում իրենց պայթացնում են ինչ-որտեղ։ Ինչը լավ ճանապարհ չի, բայց մարդը ծայրահեղության այդպիսի դրսևորում ունի։ Մեր մոտ ծայրահեղության դրսևորումը երկիրը թողնել հեռանալը։ Եվ սա էլի երկարաժամկետ առումով մենք մեծ վնասներ ենք կրում դեմոգրաֆիական առումով։ Դեմոգրաֆիական պատկերը Հայաստանի շատ ծանր է եւ ամեն քաղաքացու հեռանալը մեզ համար պիտի։ Դա եղել է բողոքի ամենածայրահեղ դրսևորումը, թքած ձեր վրա ես կգնամ այս երկրից։ Բայց այս երկիրը ունի հայաստանցիների, հայերի կարիք է, որպեսզի մենք ապրենք այս մեր երկրում, որովհետեւ գիտեք, կարելի է ուրիշ երկրներում ավելի լավ ապրել, կարելի է ուրիշ երկրներում ավելի շատ ուտել կամ ավելի շատ փող ունենալ, բայց սա գոնե ինձ համար, վստահ եմ նաև ձեզ համար ու շատերի համար, սա այն միջավայրն է, որը մեզ հարազատ է, որտեղ մենք ուզում ենք ապրել, որտեղ մենք մեզ զգում ենք հայաստանցի, որտեղ մենք այլևս երբեք չենք կարող դառնալ ֆրանսիացի, ռուսաստանցի, ամերիկացի, հա, մենք դառնալու ենք այնտեղ առավելագույնը, ասենք, մի քիչ լավ ուտող, մի քիչ լավ հագնվող միգրանտ։ Սա այն միջավայրն է, որը մեզ հարազատ է, որտեղ մենք ծնվել ենք, մեծացել ենք, սա այն միջավայրն է, որտեղ մենք մեզ լավ ենք զգում, ու գոնե ինչ-որ իմաստով մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության ինչ-որ հատված, գոնե թվացյալ ինչ-որ լավ զգալու տեղ կար։ Բայց տես, մի իշխանություն փոխելու համար առնվազն այլընտրանք է պետք։ Հիմա այդ այլընտրանքին տեսնում ես դու, այսինքն իշխանությանը լուրջ մրցակից ուժ կա, որ լավ Նիկոլ Փաշինյանը վատն է, բոլորը դեմ են, գնում է, ով է գալու։ Գիտեք, ես այդ օրինակը լավ հարց տվեցիք, ես այդ օրինակը բերել եմ նաև այլընտրանք չունենալու պատճառով ինչպիսի ճգնաժամ է առաջանում։ Հիշում եք տարիներ առաջ Հայաստանում կար այսպիսի նախաձեռնություն, դեմ ենք թուրքական ապրանքին, թուրքական հագուստին, որը հեղեղված էր մեր շուկան։ Պատկերացրեք, մենք սկսում ենք լայնածավալ արշավ, բոլոր հագած են թուրքական հագուստ, թուրքական հագուստի դեմ, բայց ուրիշ հագուստ չենք առաջարկում։ Այսինքն այդ մարդիկ լավագույն դեպքում եթե լսեն քեզ մերկ են մնալու, չէ՞։
Ուրեմն պետք է առաջարկել, ասել մի հագեք թուրքականը, եթե չկա հայկականը, կա օրինակ բարեկամական այսինչ երկրի արտադրություն, չգիտեմ, կամ հենց հայկականն է ստեղծել։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյան հենց այդ թուրքական հագուստն է, թուրքական առաջարկն է հայ հանրությանը, բայց ցավոք բովանդակային եւ ամբողջ սեգմենտները փակող հայկական առաջարկ դեռ չկա։ Նու գուցե կա, բայց հասարակության մեծամասնությունը դա առաջարկ չի համարում առնվազն։ Այս իմաստով ես կարծում քաղաքական ուժերը շատ մեծ անելիք ունեն, որովհետև ցավոք սրտի այս պահին միակ օրակարգ ունեցողը, թուրքական օրակարգ ունեցողը Նիկոլ Փաշինյանն է։ Միակ առաջարկողը Նիկոլ Փաշինյանն է դեռ։ Այո, դա վատ առաջարկ անում, բայց ինչ որ առաջարկ ունի։ Բայց տես հիմա որոշ շրջանակներ Սամվել Կարապետյանի հետ կապված գործընթացներից հետո ասում են նա կարող է դառնալ հայկական Իվանիշվիլի։ Կդառնա։ Գիտեք, ես Սամվել Կարապետյանին շատ խորը հարգանքով եմ վերաբերում, ինչու, որովհետև այդ մարդը նախ ունի այնքան խելք եւ հմտություններ, որ Ռուսաստանի Դաշնությունում դարձել է միլիարդատեր եւ դա արդեն ավտոմատ հարգանքի արժանի հատկություն է։ Երկրորդ ինքը իր աշխատած միլիարդների զգալի մասը ծառայեցրել է հայրենիքին։ Չնայած, եթե մեծ իմաստով նայես, ինքը պարտավորել չէր ծառայեցնել, որովհետև այստեղ չի աշխատել այդ գումարները։ Չէ՞։ Ծառայեցրել է Հայաստանին, Արցախին։ Ի վերջո չմոռանանք, Արցախի ամենամեծ եւ լավագույն հիվանդանոցը հենց իր միջոցներով էր կառուցվել։ Այստեղ շատ բազմաթիվ ծրագրեր են անում։ Անկախ նրանից Սամվել Կարապետյանը կդառնա Իվանիշվիլի թե ոչ, Սամվել Կարապետյանը հարգանքի արժանի մարդ է եւ Սամվել Կարապետյանը Հայաստանի եւ հայերի պատմության մեջ իր ուրույն տեղը ունի։ Սա դնենք մի կողմ։ Իվանիշվիլի դառնալու համար պետք է քաղաքական հմտություններ։ Գիտեք, օրս նաև մի այդպիսի հոդված էի գրել, որ Հայաստանի հանրության մոտ կա վերլուծական հանրության մոտ, կամ լրագրողական, կամ քաղաքական գործիչների, որ եթե օրինակ Նիկոլը հավաքել է մարդ ու իրան իշխանություն են տվել, ուրեմն մենք էլ որ հավաքենք, մեզ էլ կտան։ Պարզվեց, որ դա այդպես չի, ուրիշ կոմպոնենտներ են պետք, ուրիշ հանգամանքներ են պետք լինեն։ Տեխնոլոգիաների մասին չի խոսքը։ Տեխնոլոգիաները օրինակ նախորդ տարի 2024-ին լիուլի կիրառվեցին, դրանք գրեթե չէին զիջում այն ամենին, ինչ արել էր Նիկոլ Փաշինյանը, բայց ուրիշ հանգամանքներ էլ կան։ Աշխարհաքաղաքական իշխանությունը պատրաստ է իշխանություն տալ թե ոչ, կամ իշխանության համար դու ինչպիսի ընդունելության աստիճան ունես, հա, տարբեր շերտեր կան։ Բայց հաստատ է, որ իշխանություն չի ուզում տալ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մեկը ակնհայտ երևում է։ Ակնհայտ է, հա, ակնհայտ է։ Եվ երկրորդը Հայաստանում ցանկացած գործարարի տեսնում են, միանգամից ասում են, «Էս մեր Իվանիշվիլին է», բայց այդպես չի, չէ՞։ Դա իրավիճակը նման է նրան, որ ասենք մարդ ասի, ես ուզում եմ թխվածք թխել։ Ասես լավ, իսկ դու ունես ալյուր, շաքարավազ, ասենք ձու։ Ասի չէ, ես տեսել եմ մեր հարևանը վառարանը բացում է եւ այդ թխվածքը հանում է։ Բայց մինչև վառարանը բացել ու թխվածքը հանել, այնտեղ կա գործողությունների հերթականություն։ Նախ դու պետք է ունենաս այդ ապրանքը, մթերքը, հետո պիտի դրանք հարես, խմոր պատրաստես, հետո նոր դնես վառարանը, ճիշտ ջերմաստիճան պահես, որ չվառվի, հա, կամ հում չմնա ճիշտ ժամանակում եւ հանես այդ թխվածքը։ Սամվել Կարապետյանի մասով ինքը պետք է ցույց տա։ Ինչպիսի պատրաստ է։ Նախ առաջին հերթին, քանի որ պարոն Կարապետյանը իրականում իր կապիտալը վաստակել է առանց Հայաստանի որևէ իշխանության, այդ առումով ինքը կապիտալի առումով անկախ մարդ է։ Ինքը պետք է ցույց տա, որ Հայաստանի քաղաքական որևէ շրջանակի հետ կապ չունի, այսինքն ոչ թե կապ չունի, ազդեցության տակ չի գտնվում։ Սա շատ կարևոր է։ Ոչ առաջին նախագահի, ոչ երկրորդ նախագահի, ոչ երրորդ նախագահի հետ։ Որպեսզի իշխանության թիրախում չհայտնվի։ Չէ, ոչ թե թիրախում ինքը իհարկե հայտնվելու է, ինքը եթե հայտնվի ներկան նախին դիլեմայի հետ կապված, որպեսզի իշխանությունը չստանա հնարավորություն այդ մաքուր կենսագրությամբ մարդուն ասել, որ դու թալանել ես, օրինակ ժողովրդին համոզել, որ Սամվել Կարապետյանն իր 5 միլիարդ դոլարի կապիտալը թալանել է Հայաստանից։ Կհավատան, չէ՞ մարդիկ։ Բայց սրա համար ի՞նչ է պետք։ Մենք տեսանք օրերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի
թիմակիցները Սամվել Կարապետյանի նկարները որպես պաստառ բռնած քայլերթ էին։ Սա ամենամեծ հարվածն է Սամվել Կարապետյանի, ես անկեղծ եմ ասում։ Նախ որովհետև այս մարդիկ 2018-ին մերժվել են քաղաքացիներ։ Անկախ Նիկոլ Փաշինյանի հանգամանքից, Նիկոլ Փաշինյանը ինչ կարգի սրիկայություն է արել եւ հիմա ինչ կարգի քննադատության է արժանանում, մարդիկ 2018-ին սխալ չեն եղել, որ դեմ են դուրս եկել Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետին։ Ու մարդիկ դա սխալ չեն համարում, այսօր էլ չեն համարում։ Իհարկե Սերժ Սարգսյանը իր թիմակիցների բերանով սպասում է, որ այդպիսի սպասումներ է առաջացնում, որ 100,000-ավոր մարդիկ պիտի հավաքվեն գնան իրենից ներողություն խնդրեն։ Բայց նախ դա չի լինելու, երկրորդը նման խոսակցությունները ավելի են խորացնում ժողովրդի համոզվածությունը, որ այս մարդիկ չեն հասկացել ինչ են արել այս երկրի հետ։ Չեն հասկացել, որ մինչև 2018-ը ունեցել են այնպիսի վարքագիծ, որը ծնել է Նիկոլ Փաշինյան։ Չեն հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե պատճառ է մեր դժբախտությունների, Նիկոլ Փաշինյանը հետևանք է։ Եվ չեն հասկացել, որ հնարավոր չի, ասենք, սպիդի հարուցիչի հետ պայքարել սպիդի հետևանքների դեմ։ Դա չի լինում։ Պետք է սկզբում հարուցիչը մեկուսացվի։ Եվ Սամվել Կարապետյանի դեմ սա օգտագործվեց իշխանությունների կողմից իրեն մտցնելու այդ նախկին ներկա բանի մեջ։ Այս իմաստով Կարապետյանին ավելի շատ պետք է տարանջատվել, բոլոր ասեցի, չէ, քաղաքական բաներից, բայց քանի որ ամենաակտիվը իրենց հետ նույնականացնելու գործում Սերժ Սարգսյանի թիմն է, դրա համար եմ իրենց անունը տալիս, հա։ Պետք է ցույց տա, ես կարծում նաև իրենց ուղերձներում կան, իրենք դա ցույց են տալիս։ Բայց իրենք իրենց տեխնացիոն ունեն, իմպիչմենտի գործը թաց են սկսել, Դավիթ Համբարձումյանը իրենց տեխնացիոնը, իրենց ինչու է պետք Սամվել Կարապետյանին բերել դարձնել իրենց տեխնացիաներից մեկը։ Տեսեք, ձեր եթերում էլ հաճախ շատ հետաքրքիր վերլուծություններ անում Արվիշտինքի վրա եւ մեր եթերում էլ մենք հետաքրքիր քննարկում ունեցանք, որովհետեւ Սամվել Կարապետյանը ունի պոտենցիալ։ Եվ նույնականացնելով իրենց հետ այդ պոտենցիալը ոչնչացվում է, այդքան բան, ուրիշ շատ բարդ բան չկա դրա տակ։ Սամվել Կարապետյանը այո ունի պոտենցիալ, Սամվել Կարապետյանը ունի հեղինակություն։ Այդ հեղինակությունը կարող է ոչնչացվել մի պարագայում, եթե ինքը կապվի Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն գնա համաձայնության այս սրիկայական գործողությունների մասով ճնշման տակ, եւ երկրորդ եթե կապվի Սերժ Սարգսյանի հետ։ Անկախ ես վստահ եմ իրենք կարող ունենան լավ հարաբերություններ, բայց քաղաքականությունը ուրիշ բանի մասին է։ Եվ ժողովուրդը պիտի ուրիշ ուղերձներ ստանա։ Եվ Սամվել Կարապետյանը կարող է այդ ուղերձները տալ։ Ես որքանով որ հասկանում եմ, առաջին այս թեման Արգիշտիկի վիրան հետ ենք խոսել, եթե մեծ տարածում գտավ։ Ես որքանով որ հասկանում, այնուամենայնիվ Կարապետյանի ընտանիքի անդամները հաշվի առնում են այդ հանգամանքը, որպեսզի չասոցացվեն Սերժ Սարգսյանի հետ։ Նախ երկու հանգամանք է դրա օգտին խոսում։ Իրենք չմասնակցեցին հանրապետական կամ գոնե ես չեմ նկատել, չգիտեմ դուք նկատել եք թե չէ, հանրապետականի կազմակերպած այդ երթին Կարապետյանի ընտանիքից որևէ մեկը այդպես երևացող մասնակցություն չունեցավ։ Բայց տրամաբանությունը հուշում է, եթե իրենք այդ երթի մեջ խնդիր չտեսնեին, պիտի որ մասնակցեին, չէ։ Եվ երկրորդ երեք Կարապետյանների ընտանիքը հրապարակեց փաստաբանների ցանկ, որոնց իրենք ներգրավել են իրավապաշտպան գործունեություն սկսելու համար։ Այդ ցանկում չկար որևէ փաստաբան, որը փոխկապակցված է Սերժ Սարգսյանի հետ։ Թեև այդ փաստաբանները Սամվել Կարապետյանի ձերբակալության օրը ամենաակտիվն էին։ Այսինքն եթե էլի այդ մարդիկ չվերլուծեին, խնդիրներ չտեսնեին, երևի թե փաստաբաններն էլ ներգրաված կլինեին։ Իրենք էլ վստահ եմ հասկանում, որ ասոցիացման խնդիր կա, իրենք չպիտի ասոցացվեն։ Ահա այս գործողությունները, որ մենք տեսնենք, մենք կհասկանանք Սամվել Կարապետյանը հայկական Իվանիշվիլի է, թե ոչ։ Ի վերջո մենք մի անգամ հայկական Իվանիշվիլի ձախողված փորձ ունեցել ենք։ Ում դեմքով։ Որ մի քանի տարի հետ գնանք կտեսնենք։ Եվ պիտի ասեմ, որ անկախ հանգամանքից Սամվել Կարապետյանը կդառնա հայկական Իվանիշվիլի, թե ոչ, հայ հանրությունը պետք է պայքարի նրա ազատության համար։ Անկախ նրանից ինքը քաղաքական հաջողված քաղաքական գործիչ կլինի, թե ոչ, ինքը շարունակում մնալ հաջողված գործարար, բարերար եւ մեծանուն հայ։ Եթե անգամ տապալվի քաղաքական հատված իր գործունեության։ Չնայած ես չգիտեմ, հիմա վերջնականապես
քաղաքական գործունեություն ծավալելու է թե ոչ։ Եվ մի կարևոր նամակներին չեն հուշում, դա է ուզում հասկանալ, բանտից նամակներ է պարբերաբար հրապարակում, դրանք քաղաքական գործունեության ազդակներ, նշաններ են։ Իհարկե, առաջին նշաններն են, գնահատականներն է տալիս, բայց ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի կալիբրի մարդը նաև մեծ հարցերի վերաբերյալ պիտի գնահատականներ տա, այսինքն մարդիկ պետք է հասկանան ով է արդեն Սամվել Կարապետյան քաղաքական գործիչ։ Աշխարհայացքը իր։ Աշխարհաքաղաքական իմաստով, անվտանգային իմաստով, որտեվ այդ իր հոդվածները բավական կարճ են, այդտեղ շատ բան չի բացվում, ընդհանուր թեզեր է տալիս եւ առաջարկներ դեռ չկան, հա, բայց այսպես ուղղակի գնահատականներ ինչ որ իրադարձությունների բաղ։ Եվ մի կարևոր դիտարկում կուզեմ անել, եթե թույլ տաք, խնդրեմ, որ Սամվել Կարապետյանի հարազատները եւ կամ ընկերները չտխրեն կամ չմտահոգվեն, երբ լսեն իրենց ընտանիքի անդամի գործունեության վերաբերյալ քննադատություն, որովհետև քննադատությունը միակ ճանապարհն է, որ հնարավորություն կտա իրեն դառնալ լավ քաղաքական գործիչ։ Եվ ես բերեմ սրա մասով օրինակ։ Ցանկացած խելամիտ մարդ, հիմա արդեն պետություններ ունեն այդ ստանդարտները, եթե ուզում է մեքենա գնել, ինքը իր նախընտրած մոդելի վթար թեստ է նայում, crash test են ասում, չէ՞, որպեսզի տեսնի, թե վթարային իրավիճակում այն մեքենան, որով ինքը իր ընտանիքը տեղափոխել է, ո՞նց է իրան դրսևորելու։ Չէ, դրա համար այդ crash test-երը շատ կարևոր են, ասեն մեքենան, որը չի անցել վթար տեստ, չի կարող մտնել եվրոպական շուկա, ամերիկյան շուկա, նորմալ շուկա չի կարող մտնել։ Ինքը մաքսիմում ասեն կարող է մտնել Պակիստան, Հնդկաստան, վատ չեմ պիտակավորում այդ երկրում, բայց այդ երկրները շատ ստանդարտներ չունեն ծանր, որտեղ իրենք են վատ մեքենաներ արտադրում։ Ռուսաստանն է ոչ որակյալ մեքենաներ արտադրում։ Այսինքն լավ շուկա հեղինակություն ձեռք բերելու համար մեքենաները անցնում են crash test։ Հիմա ցանկացած քաղաքական գործիչ իրեն պիտի պատկերացնի այդ ընտանիքը տեղափոխող, անվտանգ տեղափոխող մեքենայի դերում եւ պետք է պատրաստ լինի անցնել վթար թեստ, որպեսզի մարդիկ տեսնեն, թե այս քաղաքական գործիչը, որը նոր է հայտ ներկայացրել, ինչ որակներ ունի, չէ՞, որտեղ դու կարող ես տեսնել շատ գեղեցիկ մեքենա, այդպես չինական մեքենաներ շատ կան։ Գեղեցիկ մեքենա, էլեկտրոնիկայով լցված, տեխնոլոգիական լիքը նորարարություններ մեջը, բայց վթարվում է, դառնում է գարմոշկա, այսինքն ընտանիքը կամ վարորդը, ուղևորները մահանում են։ Եվ երբ որ վթարը տեղի ունենում, այլևս այդ գեղեցկությունը, չգիտեմ, երաժշտության որակը, ձայնի որակը, նստատեղերի փափկությունը ոչ մի նշանակություն չունեն։ Նշանակություն ունի, թե այդ հարվածը մեքենայի հիմնական մասը ոնց ընդունեց։ Հիմա այո, եւ նաեւ դուք տեսնում եք այդ crash test-երի ժամանակ մեքենան դետալներ է կորցնում։ Այո, հիմա վթար թեստ է տեղի ունենում պարոն Կարապետյանի հետ եւ ինքը արդեն ունի կորուստներ։ Դա ընտանիքի հետ կապի կորուստն է։ Այսինքն մարդը հնարավորություն ունի նորմալ ինչպես ունեցել է շփում նախկինում, շփում կապ ունենալ ընտանիքի անդամների հետ։ Սա վատ է, իհարկե վատ է, անհատապես իր համար։ Բայց սա հնարավորություն է արդեն քաղաքական գործիչ Սամվել Կարապետյանի համար ցույց տալ, թե ինչպիսի որակներ ունի ինքը։ Ինքը միայն գեղեցիկ է ու լավ տեխնոլոգիապես թանկ դետալներով, չգիտեմ, մեծ արագությամբ, թե նաև անվտանգության մասն է մտածված։ Եթե Սամվել Կարապետյանը սովորական գործարար լիներ նույն կարողություններով, նույն հեղինակությամբ, բայց Ռուսաստանի հետ կապված չլիներ։ Եթե ինքը Ռուսաստանի հետ կապ չունենար, Ռուսաստանը նրա թիկունքում չլիներ, արդյոք Փաշինյանը կգնար այս գործողությունների։ Անթաքույց է նաև Եթե աներ նույնանման հայտարարություն։ Եթե աներ նույնանման հայտարարություն։ Իհարկե կգնար։ Այսինքն այդ մտահոգությունը Փաշինյանը իշխանության պահպանման խնդիր է լուծում, ոչ թե այս պարագայում իհարկե ռուսական հատվածը սրված է, բայց ինչու է սրված, որովհետև Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ արել է թշնամական քայլեր եւ ամենահավանական հարվածը սպասում է այդտեղից։ Եթե ինքը նման քայլեր անի Միացյալ Նահանգների նկատմամբ եւ այնտեղից ինչ որ հայ գործարար, գուցե ընդհանրապես պետության հետ չկապված գործողություններ անի, այսինքն հայտարարություն անի, նույն կերպ վարվելու է նրա հետ։ Այսինքն ասածս հետեւյալն է,
Փաշինյանը վախենում է, որ Ռուսաստանը այս պահին ամեն ինչ անելու է, որ Հայաստանում իշխանափոխություն լինի։ Այդ որովհետև ինքը որովհետև ինչի այդ մտահոգությունը ինքը ունի, որովհետև ամենաինֆորմացվածը ինքն է, թե ինքը ինչ սրիկայություն է արել, որովհետև Նիկոլ Փաշինյանը այս պահին անում է ամեն բան, որպեսզի Ռուսաստանին հանի տարածաշրջան։ Գնում է Ստամբուլ, խոսում է Թուրանի մասին։ Թուրանը աշխարհակահաղական այդ նախագիծը, որը դեռևս օդում է, ում դեմ է առաջին հերթին։ Ռուսաստանի եւ Իրանի։ Փաշինյանը չգիտի ում դեմ է գործողություն անում։ Եվ հավանական հարված սպասում է այնտեղից։ Բայց ես իմ ունեցած տեղեկություններով կարող եմ վստահ ասել, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի հարվածը չէր Նիկոլ Փաշինյանին։ Դա մտահոգ մարդ էր։ Ի վերջո լավ, մենք Սամվել Կարապետյանի գործունեությանը ծանոթ չենք, չգիտենք, որ այդ մարդը ցանկացած բան եղել է եկեղեցու կողքի, եկեղեցիները կառուցել, բայց իշխանությունը այլ բան է տեսնում թիկունքում։ Դա եմ ասում, որովհետև Նիկոլ Փաշինյանը հարվածել է Ռուսաստանին։ Ինքը լավ գիտի ինքը Ռուսաստանի դեմ ինչ քայլեր է արել։ Եվ իր ենթադրությամբ ամենահավանական իրեն հարվածողը պետք է Ռուսաստանը լինի, որովհետև ինքը հակառուսական գործողություններ է արել, եւ հրապարակային եւ ոչ հրապարակային։ Ոչ հրապարակային ինքը շատ լավ դիրապետում է ինչ արել, մենք կարող ենք ենթադրել։ Ինքն էլ հոլավ գիտի, ինքը հոլավ գիտի Ստամբուլում իր արած հայտարարությունը ինչ է նշանակում։ Չնայած դա դեպքերից հետո է տեղ ունեցել, բայց հանդիպումը նախապատրաստվում էր դրանից առաջ։ Այսինքն Փաշինյանի վարքագիծը իշխանության պահպանման ընդունելի չէ, բայց իշխանության պահպանման տեսանկյունից տրամաբանական է։ Իսկ սպասելի է, որ ինքը այդպիսի բան պիտի անի։ Բայց մյուս կողմից իր գործողությունները գիտեք ինչի են նմանում, ոնց որ ուզենանք այս նկարը կախելու համար մեխել, փոքրիկ մեխա չէ պետք։ Ու դա անենք կվալտով, 30 կիլանոց։ Պատը կքանդվի, չէ։ Մեխելուց բացի լիքը վնասներ գտնանք։ Այս իմաստով անհամաչափություն կա, որովհետև նախ եթե անգամ Սամվել Կարապետյանը ուներ քաղաքական հավակնություններ, մենք դեռ չէինք տեսել հրապարակային ինչ-որ թիմի ձևավորում, ինստիտուտների ձևավորում, հա, այսինքն որևէ ինստիտուցիոնալ բան չուներ այդ մարդը քաղաքականությամբ զբաղվելու։ Գուցե Փաշինյանը ընտրել է այն տակտիկան, որ ցանկացած վտանգ պետք է բնում խեղդել, սաղմնային վիճակում ոչնչացնել, բայց ես կարծում եմ չի ստացվի։ Ես կարծում եմ, գուցե սխալվեմ, որ Սամվել Կարապետյանը կամային մարդ է, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում ընդհանրապես ցանկացած երկրում 5 միլիարդ դոլարի կապիտալ ունենալը դա մուտիլովկաներ գրող թերթի խմբագրություն պահել չէ։ Ինչ անում էր Նիկոլ Փաշինյանը։ Եվ աստվածա չսխալվեմ, ես կարծում եմ Սամվել Կարապետյանը կհաղթահարի այս իրավիճակը, ամենայն դեպս բոլոր շանսերը ունի։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի իր ընտանիքի անդամները, որոնք ազատության մեջ են, ինֆորմացիոն հավասարակշռություն ապահովեն իր համար, այսինքն Սամվել Կարապետյանին ինֆորմացիաներ փոխանցեն կամ իրենց գործողությունները պլանավորեն, չհենվելով մեկ աղբյուրի վրա եկած ինֆորմացիայից։ Այսինքն տարբեր աղբյուրներից ստանան ինֆորմացիա եւ դրա վրա գործողություններ մշակեն։ Եթե իրենք մեկ աղբյուրի վրա հենվեցին, այդ մեկ աղբյուրը դառնալու է իրենց մանիպուլացնողը, ով ուզում է լինի։ Այսինքն հասկանալով, թե Սամվել Կարապետյանը ինչպիսի կապիտալ եւ հնարավորություններ ունի, այդ մի աղբյուրը փորձելու է Սամվել Կարապետյանն օգտագործել իր քաղաքական նպատակների համար։ Իսկ դա կարծում եմ իրենք մի չուզենան որ թույլ տան։ Եվ հիմա, երբ որ ես խոսում եմ երրորդ նախագահի թիմի այս փորձերի մասին, երրորդ նախագահի թիմը ամենայն հավանականությամբ հասկանալով, որ իրենք որևէ հնարավորություն չունեն ստանալ ժողովրդի վստահությունը, իրենք փորձում են ստեղծել մի մթնոլորտ, որտեղ Սամվել Կարապետյանը ազատության մեջ հայտնվելուց հետո ստիպված պիտի լինի իրենց միանալ կամ իրենց աջակցել։ Իսկ Սամվել Կարապետյանը պիտի ստիպված չլինի, որևէ մեկին պարտական չէ։ Այո, բոլորս պարտավոր ենք, որպես Հայաստանի քաղաքացիներ, պայքարել իր ազատության համար, չլռել իր նկատմամբ կատարվող ապօրինությունների մասով։ Տեսեք, Արմեն Աշոտյանը հանրապետականից ենթարկվում է քաղաքական հետապնդումների։ Քաղաքական առումով նաև մենք ընդդիմախոսներ ենք, ես իր քաղաքական մոտեցումները չեմ ընդունում, բայց Արմեն Աշոտյանի ազատության մասին հնարավորության դեպքում միշտ խոսում եմ, որովհետև անկախ նրանից այդ մարդն ինչ քաղաքական մոտեցումներ ունի, հիմա քաղաքական հետապնդումների է ենթարկվում։ Անկախ նրանից Սամվել Կարապետյանը ձեզ որևէ քաղաքական ուժի հետո կաջակցի, չի աջակցի, հա,
ձեր ասեղ մաշկողներին կօգնի, չի օգնի, դուք պարտավոր եք այդ մարդը, որտեղ այդ մարդը խոսքի իր ասած խոսքի համար հետապնդումների է ենթարկվում։ Այստեղ է կարևոր այն սկզբունքը, որը աշխարհում հայտնի է, որ ասում է, ես համաձայն չեմ ձեզ հետ, բայց ես պատրաստ եմ պայքարել ձեր խոսքի ազատության համար։ Դուք կարող եք համաձայն չլինել Սամվել Կարապետյանի հետ, բայց դուք պարտավոր եք ձեր հնարավորությունների սահմանում ցանկացած քաղաքացի պայքարի լուրջ չմնա առնվազն քաղաքական հետապնդումների ենթարկվող մարդկանց ճակատագրի մասով, որովհետև դա բոլորին է վերաբերում։ Եթե մի երկրում կա քաղաքական հետապնդում, ապա այդ հետապնդմանը կարող են ենթարկվել բոլորը, որովհետև քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները դրանք խարույկ են, որ վառվում են եւ անընդհատ ցախ են ուզում, վառելափայտ են ուզում։ Եվ երբ որ մեծ կտորները ավարտվում են, փոքր ցախերը, ասեն ճյուղեր են գցում իրեն։ Այդ ճյուղերն էլ մենք ենք քաղաքացիներս մի օր մեզ են վառելու այդ խարույկի վրա։ Դրա համար շատ կարևոր է որ որևէ մեկը չլռի, անկախ նրանից իրենք համաձայն են այդ մարդու հետ, համաձայն չեն, հա։ Եվ այստեղ է նաև երևում նախկին այսպես կոչված իրավապաշտպանների սրիկայությունները, հա, որոնք արևմուտքից ֆինանսավորում են։ Նախկին, որտեվ նախկինում իրավապաշտպան էին կոչվում, չէ՞ իրանք, որովհետև իրավապաշտպանը, ինձ համար իրական իրավապաշտպան էր Ավետիք Իշխանյանը լուսավորքի, որովհետև իրավապաշտպանը իր կոչում է հենց այն, որ ինքը իրավունքն է պաշտպանում, ոչ թե իրավունքի միջոցով որևէ անձի, անգամ ոչ օրվա իշխանությանը, իրավունքի միջոցով որևէ անձի։ Դու պիտի պաշտպանես իրավունքը։ Ես նայում եմ այդ մարդկանց, որոնք իբրև թե մարդու իրավունքների պաշտպանության համար գրանտներ են ստանում, նրանք պաշտպանում են այս հետապնդումները, որ կան քաղաքական գործիչների կամ ոչ քաղաքական գործիչների նկատմամբ։ Սա ողբերգություն է, որովհետև մենք ցավոք սրտի ոնց որ չունենք իրավապաշտպաններ այլևս։ Նաև ընդդիմադիր դաշտում, որովհետև ընդդիմադիր դաշտում էլ իրավապաշտպան ներկայացուցողներ կան, որոնք կոնկրետ քաղաքական խմբի շահեր են սպասարկում։ Գիտեք, վատ չի որևէ քաղաքական, ես վատ բան չեմ ասում, որ որևէ քաղաքական ուժի շահեր սպասարկել կամ նրանց գաղափարներ կիսել վատ, բայց դրա այդ ժամանակ ասում ես, որ ես քաղաքական գործիչ եմ, ոչ թե իրավապաշտպան։ Եվ մենք այո, երևի թե պիտի գա ժամանակը եւ իրավապաշտպանների իրական ինստիտուտ ունենանք, մարդիկ, որոնք եւ իրենց խոսքը հավատացեք բոլոր իշխանությունների համար կշիռ կունեն, այո։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։